Առավոտ էր, երբ հովաննավանքի զանգերը դեռ չէին հնչել։ Քամին էր միայն, որ շարժում էր հին քարերի մեջ հնչող լռությունը։ Բայց հենց այդ լռության մեջ էլ սկսվեց ամեն ինչ։ Մի պատմություն, որը ոչ միայն մի վանքի մասին է, այլ մի երկրի հոգևոր ճեղքման մասին։ Ինչ է իրականում տեղի ունեցել հովաննավանքում։ Ինչու է սուրբ եւ անմահ պատարագը դարձել բախման պատճառ։ Եվ ով է փորձում տնօրինել հավատը։ Այդ օրը ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով մարդիկ շրջապատել էին վանքը։ Նրանց գործողությունները համակարգված էին, հստակ հրահանգով։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքերով, հենց նրանք էին, ովքեր խոչընդոտեցին հայ շնորհքի մուտքը հովաննավանք պատարագ մատուցելու համար։ Սկզբում կանգնեցրին մեքենան, ասացին՝ մուտքն արգելված է։ Երբ հայ շնորհքը որոշեց շարունակել ոտքով, արդեն եկեղեցու դարպասների մոտ նոր խոչընդոտներ էին։ Քաղաքացիականներն էին, կարծես հավատացյալներ, բայց նրանց հայացքներում ավելի շատ էր հրահանգը, քան աղոթքը։ Արա Զոհրաբյանը գրել էր. այս ապօրինության պատասխանատուն իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ցավոք, խոչընդոտողների մեջ կային նաև ազնիվ մարդիկ, ովքեր պարզապես գտնվում էին իշխանության կեղծ քարոզչության ազդեցության ներքո։ Նույն այդ պահին, քիչ անց, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր արդեն հովաննավանքում։ Նա մասնակցում էր Տեր Արամի մատուցած պատարագին։ Նրա կողքին բարձրաստիճան պաշտոնյաներ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Լուր կանգնած էին բոլորն էլ, բայց մթնոլորտում մի անտեսանելի լարվածություն կար։ Թվում էր, այս պատարագը ոչ թե աղոթքի մասին է, այլ ներկայության։ Վարչապետը հենց տեղում հրապարակեց տեսանյութ իր Facebook-յան էջում գրելով. հովաննավանքում պատարագ Տեր Արամի մատուցմամբ, բայց հենց այստեղ է, որ պատմությունը սկսում է բացվել մի այլ հակադիր կողմով։ Քանի որ Տեր Արամ քահանա Ասատրյանը, ով այդ պատարագն էր մատուցում, արդեն կարգալույծ էր հռչակվել։ Նա այլևս չուներ իրավասություն հոգևոր ծառայություն իրականացնելու, սակայն նա, կարծես չնկատելով այս որոշումը, հրապարակում էր արել բոլորին հրավիրելով հովաննավանք, մասնակցելու սուրբ եւ անմահ պատարագին։ Հարցը դարձավ ոչ թե միայն եկեղեցական կարգի խախտման մասին, այլ իշխանության եւ եկեղեցու սահմանների մասին։ Որն է հավատքի եւ քաղաքական ներկայության սահմանը։ Կարող է արդյոք պետությունը ներգրավվել հոգևոր տարածքում կամ հակառակը հոգևորականը քաղաքականում։ Հենց այս հարցերի միջով էլ անցնում էր այդ օրը հովաննավանքը։ Քարերը լուռ էին, բայց մարդիկ բարկացած։ Մի մասը հավատում էր Տեր Արամին, մյուսը սրբազանին։ Իսկ պետությունը իր ողջ ուժով կարծես կանգնել էր ընտրած կողմում։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մասնակցեցին պատարագին, հետո լուր հեռացան վանքից, թողնելով իրենց ետևում մի տարածք, որտեղ աղոթքի փոխարեն հնչում էր հակասություն։ Հովաննավանքի բակում արդեն սկսվել էին բանավեճերը։ Ոմանք ասում էին՝ սա աղոթք չէր, սա շոու էր։ Հայր Ռուբենը, մայր տաճարի հոգևորականներից մեկը, խոսեց հենց այդպես ուղիղ բառերով։ Հովաննավանքում պատարագ չի եղել, շոու էր, ասաց նա լրագրողների առաջ։ Նրա ձայնը ցածր էր, բայց հստակ։ Միայն այն փաստը, որ այնտեղ ներկա էր նախարար, որը երբեք պատարագների չի մասնակցել։ Նույնիսկ իր նախարարությունում անընդհատ պատարագներ են եղել, բայց ինքը չի մասնակցել։ Իսկ այսօր այնտեղ էր, դա շոուի գլխավոր նկարագիրն է։ Բայց ի՞նչն է այս ամենի հիմքում։ Մի կարգալույծ քահանա, որը շարունակում է մատուցել պատարագներ։ Մի իշխանություն, որը ներկայանում է այդտեղ։ Եվ մի ժողովուրդ, որը կանգնած է երկուսի միջև չգիտակցելով ում հավատալ։ Տեր Արամը, կամ ինչպես շատերը դեռ կոչում էին, Տեր Ստեփան Ասատրյանը, պատարագից հետո ասաց միայն մի նախադասություն. քիչ է մնացել, էլի կասեք Տեր Արամ։ Դա հնչեց ինչպես մարտահրավեր, ինչպես մի մարդ, որ գիտի, իրեն դատում են, բայց դեռ չի պատրաստվում լռել։ Լրագրողներից մեկը հարցրեց, ապագայում չի զղջա իր արածի համար։ Նա ժպտաց, հետո միայն ասաց. կարևոր բան կա անելու, եւ շրջվեց։ Բայց ամենահուզիչ պահը դեռ առջևում էր։ Երբ պատարագի ընթացքում եկեղեցու ներսում մի քաղաքացի բարձրաձայն գոռաց. Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու։ Ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում։ Մարդիկ շրջվեցին, ոմանք փորձում էին հանգստացնել նրան, բայց լարվածությունը պայթեց։ Նրա բերանը ձեռքերով փակեցին եւ տղամարդուն դուրս բերեցին վանքից։ Մի պահ աղոթքի ձայնը խլացավ եւ հովաննավանքի պատերի միջով անցավ շշուկ։ Սա եկեղեցի է թե իշխանության բեմահարթակ։ Դեպքից հետո շատերն էին խոսում, մեկնաբանում, դատում ու արդարացնում։ Բայց հարցը մնում էր նույնը. ինչ է պատահել մեզ, որպես հասարակություն։ Ինչպես ստացվեց, որ պատարագը սուրբ արարողությունը կարողացավ բաժանել ժողովրդին։
Եվ արդյոք սա միայն Հովաննավանքի պատմությունն է, թե մի խորհրդանշական պատկեր այն բաժանման, որ այսօր անցնում է Հայաստանի միջով։ Եկեղեցու պատմության մեջ միշտ եղել են հակասություններ։ Մարդիկ տարբեր կարծիքներով, հավատքով, ուղղություններով, բայց երբ հավատը դառնում է քաղաքական ուժերի գործիք, ամեն ինչ կորցնում է իր մաքրությունը։ Այդ օրը Հովաննավանքում բոլորը խոսում էին տարբեր լեզուներով, ոչ բառացի, այլ հոգևոր իմաստով։ Մեկը աղոթում էր, մյուսը հայտարարություն էր անում։ Մեկը լուսանկարում էր վարչապետին, մյուսը լուր արտասվում։ Հավատը որպես կապ Աստծո հետ դարձավ կապի փորձ մարդկանց միջև, բայց այդ կապը կարծես կտրվեց հենց այն պահին, երբ ոստիկանը կանգնեցրեց քահանայի մեքենան։ Արդյոք կարելի էր խոչընդոտել պատարագը։ Թե պետք էր թույլ տալ, որ ամեն ինչ անցնի խաղաղ։ Այս հարցերն ունեն տարբեր պատասխաններ, կախված նրանից, ում ես հարցնում, բայց մի բան ակնհայտ է։ Այդ օրը տեղի ունեցածը արդեն դուրս էր եկեղեցու պատերից։ Դա դարձել էր հասարակական երևույթ, հպման կետ հավատքի եւ իշխանության միջև։ Եվ երբ վարչապետը հեռացավ Հովաննավանքից, վանքի բակում դեռ կանգնած էին մարդիկ, անշարժ հայացքով նայելով դեպի դուռը։ Նրանց աչքերում վախ չկար, բայց կար մի խորը տագնապ։ Արդյոք այս սուրբ տեղը դեռ սուրբ է։ Այս պատմությունը չի ավարտվում այստեղ, որովհետև ամեն անգամ, երբ մի ժողովուրդ կորցնում է իր հոգևոր միասնականությունը, ինչ որ մեկը շահում է դրանից, մայցով։ Եվ ինչի համար, երբ վերադառնում ես Հովաննավանք, մի քանի օր անց, այնտեղ ամեն ինչ նույնն է թվում։ Քարերը անփոփոխ, խաչքարերը հնագույն, լռությունը խաղաղ։ Բայց այդ լռության տակ դեռ ապրում է մի ցավ։ Այդ օրը ոչ ոք չմտածեց, որ այս իրադարձությունը կդառնա խորհրդանշական։ Ոչ ոք չհասկացավ, որ մեկ պատարագի պատմությունը կարող է բացահայտել մեր իրական վիճակը, որ մենք բաժանվել ենք ոչ թե քաղաքական կամ կրոնական համոզմունքներով, այլ վստահությամբ։ Վստահությամբ, արդյոք ճշմարտությունը դեռ մնում է սուրբ, թե արդեն դարձել է գործիք։ Եվ հենց այստեղ է առաջին կարևոր հարցը, ով է տնօրինում հավատքը։ Երբ իշխանությունը կանգնում է պատարագի կողքին, դա հավատքի աջակցություն է, թե հավատքի վերահսկում։ Հաջորդ անգամ, երբ զանգը հնչի Հովաննավանքում, գուցե շատերն չիմանան աղոթքի այն կանչում, թե հիշողության։ Երբ ամեն ինչ ավարտվեց, վանքի բակը լռեց։ Մարդիկ կամաց-կամաց հեռացան։ Ոմանք աղոթքի մեջ, մյուսները մտքերի։ Բայց այդ լռության մեջ մնաց մի հարց, ինչ էր իրականում տեղի ունեցել։ Մի պատարագ, մի վեճ, մի բախում, թե մի փորձ հասկանալու ինչ է հավատքը այսօրվա մարդու համար։ Հովաննավանքը, որի պատերը 6 դարեր շարունակ տեսել են եւ խաղաղություն, եւ պատերազմ, այդ առավոտ տեսավ նաեւ մարդկային զգացմունքների բախում, ոչ թե ատելության, այլ խորը հակասության, հավատքի ընկալման մասին։ Մի մասը եկավ այնտեղ որպես աղոթող, մյուսները որպես դիտորդ, բայց բոլորն էլ իրենց ներքին համոզմամբ։ Հավատքը, ինչպես միշտ, միավորում է տարբեր մարդկանց, բայց երբեմն այն դառնում է նաև հայելու պես, ցույց տալով, թե ով ենք մենք իրականում։ Այդ օրը յուրաքանչյուրի հավատքը փորձարկվեց։ Ոմանք պայքարում էին իրենց համոզման համար, մյուսները խաղաղության։ Եվ այստեղ կարևոր է հիշել, ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է վարվեր այդ պահին։ Ոչ ոք չէր պատրաստվել այսպիսի իրավիճակի, երբ մի կողմում կանգնած է հոգևոր ծառայողը իր հավատքով ու որոշմամբ, իսկ մյուս կողմում մարդիկ, ովքեր համոզված են, որ կարգը պիտի պահպանվի։ Երկուսն էլ վստահ են, որ ճիշտ են։ Սա սովորական հակասություն չէր։ Սա ցույց էր տալիս, որ մեր հասարակությունը դեռ փնտրում է իր հավասարակշռությունը հավատքի եւ օրենքի, ավանդույթի եւ ժամանակակից մտածողության միջև։ Երբ մարդը կանգնում է այս երկու եզրին, նա հաճախ ընտրում է սիրտը։ Եվ հենց այդ պատճառով էլ այդ օրը շատերն էին հուզված։ Ոչ ոք չէր ուզում կռիվ, ոչ ոք չէր ուզում վեճ։ Բոլորը պարզապես ուզում էին, որ ամեն ինչ անցնի արժանապատիվ։ Մի երիտասարդ, ով այդ օրը կանգնած էր եկեղեցու բակում, հետո պատմում էր. Ես եկա, որովհետև ուզում էի մասնակցել պատարագին, բայց երբ տեսա լարվածությունը, հասկացա, հիմա ամենակարևորը աղոթելն է, ոչ թե բարձրաձայն, այլ ներսում։ Հենց դա էլ է հավատքի ամենախորը էությունը, երբ աղոթքը դառնում է ներքին խոսք։ Այդ օրը Հովաննավանքում հնչեց ոչ միայն պատարագի ձայնը, այլև մարդկանց շշուկները։ Ոմանք ասում էին, թող ամեն ինչ խաղաղ ավարտվի։ Մյուսները, թող արդարությունը վերականգնվի։ Բայց եթե ուշադիր լսեիր, այդ ամենի տակ կար մեկ ընդհանուր աղոթք, միավորություն։ Եկեղեցին միշտ եղել է այն վայրը, որտեղ մարդիկ գալիս են իրենց հոգին խաղաղեցնելու։ Իսկ երբ լարվածությունն է մտնում այդ տարածք, այն հիշեցնում է մեզ, որքան փխրուն է մարդու հավատը։ Այն պահին, երբ քաղաքացուն դուրս էին բերում վանքից, փորձելով հանգստացնել վիճակը,
Ամեն մեկը մտածում էր իր ձևով, ոմանք զայրանում էին, մյուսները լռում։ Բայց հենց այդ լռության մեջ կարելի էր զգալ, որքան կարևոր է հանդուրժողականությունը, մարդկայինը տարբեր կարծիք ունենալը։ Բայց երբ այդ կարծիքները բախվում են սուրբ տարածքում, անհրաժեշտ է մի բան՝ համբերություն։ Այդ օրը շատերն էին նկատել, որ նույնիսկ տարբեր կողմերի մարդիկ վերջում կանգնած էին նույն մոմի առաջ, լուր, առանց խոսքի։ Դա էլ էր նշան, որ անկախ ամեն ինչից հավատքը մնում է ընդհանուր։ Հովաննավանքը դարերով եղել է հայ ժողովրդի հոգևոր ամրոցներից մեկը։ Այն անցել է դժվարին ժամանակներ, կրել է վերելքներ ու անկումներ, բայց միշտ պահպանել է իր լույսը։ Եվ հենց այդ լույսի շուրջն էին հավաքվել մարդիկ տարբեր մտքերով, բայց նույն փնտրտուքով։ Որքան էլ հակասություններ լինեն, եկեղեցին իր էությամբ միավորող է։ Այն հիշեցնում է, որքան կարևոր է հարգել միմյանց ընտրությունը, որ ոչ ոք չունի մենաշնորհ հավատքի վրա, եւ որ աղոթքը միշտ անձնական է։ Հետո ամեն ինչ հանդարտվեց, վանքի բակը նորից լցվեց խաղաղությամբ։ Քամին կրկին անցնում էր խաչքարերի միջով, իսկ մի ծեր կին նստած էր քարի վրա եւ շարունակում էր աղոթել։ Նա չէր խոսում, չէր քննարկում, չէր դատում, պարզապես աղոթում էր բոլորի համար։ Այդ կինը, գուցե անգիտակցաբար, արտահայտում էր այն, ինչ բոլորին էր պակասում՝ ներքին լռություն։ Հովաննավանքի պատմությունը մեզ հիշեցրեց մի պարզ բան. հավատքը երբեք չպետք է դառնա բաժանման պատճառ։ Հավատքը կապ է մարդու եւ Աստծո միջև։ Եվ որքան էլ տարբեր լինեն մարդկանց տեսակետները, այդ կապը մնում է անձնական, անխախտ։ Երբ մարդը կանգնում է Սուրբ խաչի առաջ, նա մոռանում է քաղաքականությունը, վեճը, խոսքը։ Նա մնում է մենակ իր հոգու հետ։ Եվ հենց այդ մենության մեջ է ծնվում խաղաղությունը։ Շատերը հետո ասում էին, պետք էր պարզապես լսել միմյանց։ Եթե բոլորը մի պահ լռային, գուցե հասկանային, ոչ ոք չէր ցանկանում վնաս։ Պարզապես բոլորը փորձում էին պահպանել այն, ինչին հավատում էին։ Այդ օրը ոչ թե հավատքը բաժանվեց, այլ փորձվեց։ Եվ դա էլ է փորձություն, ժամանակի, իրականության ու մարդկանց համար։ Այս պատմությունը նաև հիշեցում է մեզ, որքան հեշտ է կորցնել համերաշխությունը, եւ որքան դժվար է այն վերականգնել։ Բայց երբ կա բարի կամք, երբ կա անկեղծություն, ամեն բան հնարավոր է։ Եկեղեցու ներսում լռությունը նորից դարձավ աղոթք։ Մոմերի լույսը դանդաղ վերադառնում էր, ինչպես հույսը, մարդկային սրտերի մեջ։ Հավատքը չի կարելի սահմանել, այն չի պատկանում ոչ մեկին։ Այն ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ իր ձևով։ Այդ օրն էր Հովաննավանքում հենց դա էր տեղի ունենում։ Յուրաքանչյուր մարդ իր ձևով ապրում էր հավատքը, մեկը աղոթքով, մյուսը լռությամբ։ Եվ գուցե հենց այդ լարվածության մեջ էր կար մի կարևոր իմաստ, հասկանալ, որ միասնությունը չի գալիս մի օրինակությունից, այն գալիս է տարբերության հանդուրժումից։ Հովաննավանքի պատերը, ինչպես միշտ, պահեցին ամեն ինչ իրենց մեջ։ Չդատեցին, չմեկնաբանեցին, պարզապես մնացին, որպես վկա։ Երբ մարդիկ հեռանում էին, լսվում էր միայն թեթև քայլերի ձայնը քարե հատակին։ Եվ այդ ձայնը ինչ-որ ձևով հիշեցնում էր խաղաղության մասին։ Որքան էլ փորձություններ լինեն, հավատքը միշտ վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել է մարդու սրտում։ Այդ օրը ոչ ոք չպետք է դատեր, այլ պարզապես հիշեր, հավատքը բաժանելու համար չէ, այն ապրելու, ուժ տալու եւ ներելու համար է։ Եվ եթե մի օր Հովաննավանքի զանգը կրկին հնչի նույն ուժով, թող այն կանչի բոլորին ոչ թե վիճելու, այլ աղոթելու։ Թող ամեն մեկն իր ձևով գտնվի այնտեղ, ոչ թե պաշտպանելու, այլ հասկանալու, որ իրական ուժը ոչ թե բարձր ձայնում է, այլ ներքին հավասարակշռության մեջ։ Հենց դա է Հովաննավանքի պատմության գլխավոր իմաստը, ոչ թե անցյալ է հիշել, այլ ներկայում միասնություն գտնել։ Այդ օրն անցավ, բայց դրա թողած հուշը մնաց, որպես հիշեցում, որքան թանկ է խաղաղությունը, որպես դաս, որքան կարևոր է լսել, ոչ թե միայն խոսել, եւ որպես հավատքի խորհրդանիշ, որ անկախ ամեն ինչից, լույսը միշտ վերադառնում է վանք։ Հավատալ նշանակում է վստահել, այն պահին, երբ մարդը կորցնում է վստահությունը, թե իր, թե մյուսների հանդեպ, նա կորցնում է նաև իր խաղաղությունը։ Եվ երբ նա վերադառնում է, նույնիսկ վիրավորված, բայց պատրաստ նորից հավատալու, նա արդեն հաղթում է։ Այդ հաղթանակը ոչ ոք չի տեսնում, այն չի գրվում թերթերում, բայց այն զգում ես, երբ կանգնում ես քարե պատերի առաջ եւ ներսումդ անսպասելի խաղաղություն է իջնում։ Այդ պահին հասկանում ես, Հովաննավանքը պարզապես վանք չէ։ Այն հիշեցում է, որ հավատքը չի գտնվում արտաքին ձևերի մեջ, այլ սրտի խորքում։ Եվ որքան էլ մարդիկ տարբեր լինեն, այն պահում է բոլորին նույն լռության տակ։ Ահա թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Ոչ թե միայն վեճ, ոչ թե միայն աղմուկ, այլ փորձություն, որը դարձավ հայելու պես, ցույց տալով մեզ, թե որտեղ ենք մենք հիմա,
եւ ուր կարող ենք գնալ։ Եթե ուզում ենք առաջ շարժվել, մենք պետք է սկսենք ոչ թե ուրիշներին ուղղելուց, այլ ինքներս մեզ լսելուց։ Եվ գուցե հենց այդ լսելու մեջ է ապագայի ամենամեծ հույսը։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։